Այդ թոշակառուներին պետք չի, նրանք շատ վատ վիճակում են, էլի ճիշտ են անում։ Մարդ որ գյորմամիշ ա լինում, գյորմամիշի աչքը չի լցվում։ Այն մարդիկ, ովքեր որ այսօր այդ տատիկ պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհների խաղաղություն են բերում եւ պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն աստծոր ամեն ինչի մեջ մեղադրվում են, այդ մարդիկ պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնեն, կարողանան աշխատանքի գան եւ վերջի վերջո իրանք պետքա մրցունակ լինեն։ Սրտնեղած են թոշակառուները, ասում են, քանի կար 10,000 դրամը չէին կարողանում արդյունավետ ծախսել, հիմա էլ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը։ Բերներն էլ մեծերին պիտի թոշակները բարձրացնեն, հետո նոր եթե կմնա էլ, եթե չմնա, այդ թոշակառուներին պետք չի, նրանք շատ վատ վիճակում են, էլի ճիշտ են անում։ Թող նրանց բարձրացնեն, մենք յոլա կեթանք էլի մենք յոլա կեթանք, որպես մերեն տոված լումաները, որ տալիս են մեզ, ապերեն գոհենք։ Էշն է թողանեն, ենել անեն, թողեն էլ անեն։ Նախարարներ, որ լավ աշխատեն, թոշակառուներն են, հետո լավ թոշակ ստանան։ Փաշինյանը ասեց, թոշակառուները չեն իմամ ինչպես ծախսեն իրենց 10,000-ը։ Իսկ ես գտնում եմ, որ Փաշինյանը չի իմամ ինչպես իր աշխատավարձը ծախսի։ Թող բաժանի բոլոր իր աշխատավարձը ամիսների, թոշակառուների վրա, իրանք իմանան իր աշխատավարձը ինչպես ծախսել։ Իսկ Ալեն Սիմոնյան իսկի թոշակառուն չի ուզում հագնվի գոնե կոկիկ։ Ինչի պետք է նա քրչե ու ուրիշները տան շորերը, որ հագնեն։ Ինչ կարծիք ունեմ, մարդ որ գյորմամիշ ա լինում, գյորմամիշի աչքը չի լցվում։ Հատող այդ մեքենաներն առնում չի, մենք չենք ձեր այդ ազատ հանգիստման գալ, հիմա բրանի ռաբնի մեքենաներ են առնում, ժողովրդի մասին պետք է մտածել։ Ինչ ասեմ, Ալեն Սիմոնյանի ասեին, թող Աստված իրանց դեմը կբերի, այս ամեն ինչը լկտեն, հիմա ես թոշակառու եմ, գնում եմ մուծումների, դեղերի, թող իրանք լապեն էլի։ Փաշինյանն էլ ասաց 10,000 դրամը բարձրացնենք, ինչ անեք, ասում արդյունավետ չեն ծախսելու գումարը։ Դե իրանք միլիոնները արդյունավետ են ծախսում, մեզ ինչ 10,000-ը մենք չգիտենք ոնց ծախսենք։ Նույն բանը ես պիտի ասեմ, ինքը ուժի ասեց էլ, ինչ ճիշտ ասել, որ պիտի մի հատ նորմալ մարդ լի, որ ասի, էդ է պետք, որ ժողովուրդը իմանա, հանկարծ սոված չիմանա, Աստված տա, չգիտեմ եթե ճիշտ է, լավ է, կամ վատ է։ Պետությունը մեր ծառայում է առաջերտին ժողովրդի համար, չէ, երկրորդը ժողովրդի ծառաների համար։ Հիմա ինչքան դեմոկրատիկ ու լավ պետություն է, որ առաջի հերթին ծառաներին է բանանում, պարգևատրում եւ օգնում, էլի։ Շատ տենց բարեգործական մեր մոտ համակարգը։